Ապրել ու ստեղծագործել, դա իմ հոգու պաշտքն է իմ ժողովրդի և հարազատ քաղաքի հանդեպ, ասում է 4 նոր գրքերի հեղինակ Սամվել Մաշկարյանը։ Նա փորձել է սպիտակ թղթին հանձնել այն փոքրիկ մասունքները, որոնք վերաբերում են շիրակ աշխարհին ու հայուհիներին։ Ինչպես հեղինակն է ասում, հիշողությունը օգնում է ժամանակը հետ շրջել, մտածել անցածի, խորել մարդկային կյանքի մասին ու դրանք հանձնել սերունդներին։ Յուրօրինակ մի հաշվետվություն էր, գրական մի հաշվետվություն։ Գրողի հաշվետվությունը ընթերցողներին, գրչագից բարեկամներին։ Եվ ես պիտի ասեմ, որ այսօրը նոր լիցքեր հաղորդեց, ոգեղեն, հոգևոր նոր լիցքեր հաղորդեց ես, ավելին անելու, ձգտելու կադարյալին։ Կյանքում ամեն ինչ հիշվում է ու անցյալ դառնում, բայց երբեք չի մոռացվում։ Հատկապես գրողի կյանքում անցյալի էջերը խորն են ու նվիրական։ 1.5 տարում ստեղծագործած 4 գրքի հեղինակ մտավորականի աշխատանք բարձր են գնահատել Հայաստանի մշակույթի գործիչները։ Շնորհանդես է, բայց երթական բառը շատ պայմանական եմ ասում, որովհետև որը և նորանդեսային առաքողությունը շատ առանձնահատուկ է այսօր ցանկամից մենք նշում ենք ոչ թե մի գրքի ծնունդ, այլ 4-5 գրքերի ծնունդ, որոնց ծնողը, հեղինակը, կնքահայրը, ստեղծողը, առարիչը մեր հրաշալի Սամվել Մաշկարյանն է։ Ես իմ կյանքում սիրել եմ գրականություն, սիրել եմ կարդալ, սիրել եմ գրել։ Եվ այդ առումով շատ եմ սիրում ստեղծագործող մարդուն։ Եթե մարդը ստեղծագործող է, այդ մարդուն պետք է ապահովել ամեն ինչով, պետք է թողնել նրան միայն ստեղծագործելու, կենցաղային հարցերը, սոցիալական հարցերը, նրանից հեռու պետք է պահես։ Նրան միայն թողես միջավայր տաս, ապահովես այն միջավայրը, որ կարողանան այդ մտքերը, իր մտածելակերպը հասցնել մեր ժողովրդին։ Դրանք մասունքներ են, որ մնալու են մեր պատմության մեջ։ 59-ամյա շիրակցի բանաստեղծ Սամվել Մաշկարյանը ստեղծագործել սկսել է երիտասարդ հասակից եւ արդեն 17 գրքի հեղինակ է։ Զարմանալի արթուն հույզեր կան նրա տողերում։ Սիրո թեման բանաստեղծը նորովի է երգել։ Հայ կին է, նրա գեղեցկություն ու թովչանքը առանձնահատուկ է ներկայացված ստեղծագործություններում։ Հայրենիքին ու առազատ բնաշխարհին նվիրված երգերն էլ իրենց ուրույն տեղն ունեն, նշում է բանաստեղծն ու ավելացնում. ստեղծագործական անցածուղիս եղել է դժվար, բայց եւ հաճելի։ Այս նոր գրքերով սակայն չի սահմանափակվելու ստեղծագործական իմ կյանքը։ Ես առավել մեծ ծրագրեր ունեմ։ Նախապատրաստում եմ գրելու ինքնակենսագրական վեպ։ Պատմավեպ Աշոտ 3-րդ ողորմած Բագրատունու մասում նրա հերոսական կյանքը, աստվածային մարդկային կերպար ինձ շատ է ոգեշնչել։ Էլզա Ֆրանգուլյան, Ազդարաշ։